Այստեղ դրված է, որ հայ ազգային կոնգրեսի կուսակցությունը մենք առաջին համագումարի պատվիրակների կազմը սահմանում է հավասար համամասնության, կուսակցության և հայ ազգային կոնգրեսի կուսակցության նախաձեռնող խմբի։ Այսինքն, ես այդպես եմ հասկացել պարոն Զեկուցում, ուրեմն մենք հիմա վերանվանում ենք դառնում ենք խաղ, այս ամբողջությամբ, և լիքը մարդ է մտնում, որովհետև մենք անվանափոխվել ենք։ Հետագայում նոր համագումար ենք անում, առաջին հիմնադիր համագումար, լավ, բայց պատվերակները կազմում են ոչ թե կուսակցության կողմից, այլ իրավաբանական անձի, իդեմս նոր անուն ունեցող հին կուսակցությանը, և մի ոչ իրավաբանական կազմակերպության, իդեմս նախաձեռնող խմբի, այսօրվա դրությամբ ես գիտեմ 28 և գումարվել եմ, որտեղ կա պարոն Աբրամյանը և երևի դուք նախաձեռնող խմբի կողմից ցուցակ ներկայացնեք, այլ ոչ թե ԴՇ-ի կողմից։ Ինչպես է այսպես նախաճճվում իրավաբանական անձը և նախաձեռնող մի քանի մարդ, որոնք ոչ միտեղ ձևակերպված չեն, ցուցակ են այդ համամասնական նոր համագումարի պատվերակների ցուցակ, համամասնական։ Խնդրում եմ պարզաբանեք, ես չեմ ասում։ Մի ժամին չէր բացատրում պարիտետի մասին։ Շնորհակալություն։ Մի հարց է, էլի ապրեք հարցը, որ Ես էլ հարց ունեմ պարոն։ Ես պարիտետ հասկացել։ Ես պարիտետ բանը և համասնությունը հասկանում եմ, ես չեմ հասկանում իրավաբանական անձ իդեմս հակի և մարդիկ, որոնք խումբ են ընդամենը, նախաձեռնող, որոնք ընդորում, նախաձեռնել են սկզբից հակ կուսակցություն ստեղծել, ոչ թե այստեղ միանալ, այլ ստեղծել մի այլ կուսակցություն, ՀՇ-ից այլ, հիմա էլ եկել են այստեղ և ասում են եկեք միասին փոխենք, այո, փոխում ենք անունը, մտեք մեր կուսակցություն և կուսակցությունը իր կամնադրության համաձայն կնախաձեռնի հերթական համագումար, ինչու է պետք է մի նոր համագումար։ Շատ պատասխան կգում, մի հարց եմ Հարցը սերտեվյարում է։ Միքրոֆոն։ Հարցը սերտեվյարում է։ Եթե ասում եք, որ հայազգային կոնգրեսի երիտասարդությունը համակարգները ընդամենը կապը, ինչի չեն ստեղծում հայազգային կուսակցություն նոր կուսակցություն, ՀՇ-ն մնում է ՀՇ, ու ոնց որ մնացած կուսակցությունները սատարվում են հայազգային կոնգրեսին։ Ասենք ոնց որ ՀԺԿ հնչակյան կուսակցությունը ասեցին, որ կոնգրես կուսակցություն ստեղծելուց հետո մենք համակարգացինք։ Մի հարց էլ ես ունեմ, ներողություն։ Ես մի հարց ունեմ, այս համագումարի որոշման նախագիծը վարչությունում չի քննարկվել։ Քննարկվել է թե չէ։ Այդ դեպքում ես չեմ հասկանում հարց, օրինակ Հովիկը։ Կրնի պատասխան։ Թույլ տվեք պարոն Աբրամյանին 3 հարց է եղել, 3 հարցի պատասխանը տա, եթե ուրիշ հարցեր կլինեն, ներողություն։ Թույլ տաք պարոն Աբրամյանը 3 հարցի պատասխանի, եթե կլինեն հարցեր, նորից հարցեր պատասխանի, որից հետո